Այսօր մենք կքննարկենք Բարսելոնա Ռեալ Սոսիեդադ խաղը։ Գնացինք։ Այսօր մենք կքննարկենք, թե ինչպես Բարսելոնան հաղթեց Ռեալ Սոսիեդադին 5-2 հաշվով։ Գնացինք։ Շնորհակալ ենք Խաբի Ալոնսո առաջին տեղի համար։ Շնորհակալ ենք Հանսի Ֆլիկ։ Շնորհակալ ենք Լամին Յամալ։ Շնորհակալ ենք Ֆերարի Տորմուզ։ Շնորհակալ ենք ընդհանրապես Ալվարեզին։ Շնորհակալ ենք շնորհակալ Լեորենտեային Զիբիլա Սորլոտին ենք շնորհակալ, որպեսի ջախջախեցի կոդրեցիք Ռեալին։ Հեսա սաղրալի ֆանները կգրեն Բարսայի վիդեոյա, բայց խոսում է Ռեալի մասին, բայց չխոսամ, բայց չարեմ։ Բայց դուք մեզ ես լավ նվեր եք արել, բայց միա չգոհացնեմ, ասեմ, որ նայեք ինչ լավ նվեր եք արել։ Լավ, շո, ասում ենք խաղ։ Մի անգամ ես ուզում ներողություն խնդրել Ռեալ Օվիեդոյի դեմ խաղը չկարողացա նկարել, ժամանակ չկար, համե ճանապարհորդության ժամանակ էր, չի կարողացա նկարել, ներողություն։ Լավ, հիմա ասում ենք խաղին։ Խաղը սկսեց դժվար, ոնց հասկանում եմ, այս սեզոնում Բարսան դες դժվար է խաղի մեջ մտնում ու մոտը վատ է ստացվում, ամենաառաջին րոպեներից լավ խաղ է։ Բայց իրականում սենց խաղերում պետք է ամենասկզբից միանգամից պրեսի, միանգամից լավ խաղան, որովհետև իրականում դժվար է լինելու, եթե տենց թու խաղանք տես թմերի դեմ, սկզբում որտեղ են կանցկում գոլ խփել ու նստել մեծագույն ավտոբուս, մարշրուտկա կամ էլ տրոլեյբուս, կամ էլ մետրո։ Մենք ունենք շատ վտանգավոր պահեր, նաև ուներ Ռեալ Սոսիեդադը վտանգավոր պահեր, բայց մենք միշտ ավելի։ Ստարտովի սաստավում կար Դրո Ֆերնանդեսը, Ուիզդե Վանու չգիտեմ, կամ էլ Բրո, կամ Բրո, ոչմ։ Ինքը մեր Ալմազնիկն է, Լամասիայից մնում է Սարգեն Նեզերիտովի, հա, без комментариев, ներողություն։ Ռոներ ստարտում нападающий աչից Ռունի Բաբլտին, ձախից Խամեր Ռեշֆորդ եւ հարձակվող Լևանդովսկի։ Պաշտպանության դվոյկան էդի Կրիսենսեն Արաուխո, աչից Կունդե, ձախից Ժերար Մարտեն։ Ես вообще չհասկացա մեզ ոնց գոլ խփին, ինչ որ ներազբիլիխա էր կատարվում, աչից Պադաչարին Կունդեն հանեց, գնաց նրա մոտ, էնի անցավ Կունդեին ու պասարեց ու եսիմով գոլ խփեց, ներողություն ուսես լավ եմ պատմում, չի տեսի գոլը։ Ժոան Գարսիան ստացել է տրավմա, մենիսկի տրավմա, 6 շաբաթ բացակայելու է Բերին, որ ինքը կվերադառնա Ռեալի դեմ խաղին, որտեղ լավ կլինի որ այդ վաղ վերադառնա, որտեղ Վոյթեր Շենստին ես դավերը չի կարող, չեմ կարծում կարելի անել էլի այդպես խաղերը։ Ու նաև PSG-ի դեմ խաղը բացը թողելու Ռաֆինյանը։ Այն մեստը, որը պիտի լիներ ոսկե գնդակի համար, դա չի լինի, բայց մենք սպասենք մի քիչ պլեյ-օֆին, այդ վաղ տեսնենք PSG-ի դեմ։ Մենք սկսեցինք էլի հարթակվել ամբողջ ուժերով, Ռեալ Սոսիեդադը արդեն մի քիչ պաշտպանողական ֆուտբոլ սկսեց խաղալ, բայց մեզ դա չէր հետաքրքրում, որտեղ մենք մի նպատակ ունենք կոտրել Ռեալ Սոսիեդադի ավտոբուսը եւ անկյունային ենք վաստակում ու Ռեշֆորդը, մեր սիրելի Ռեշֆորդը Պադաչանում Կունդե Արաուխոն խափում է սաղին, իրա վրա վերցնում սա ռոբեկել, ու իսկ Կունդեն գլխով հանգիստ գմբանում ու գոլ ախտում, դիշանում ու գոլ։ Մեկ ավարտում առաջին թայմը եւ երկրորդ թայմի ամենասկզբից դուրս է գալի Դանի Օլմոն ստարտվի սաստավում եւ սկսում ենք երկրորդ թայմը։ Բարսան միանգամից սկսեց հարթակվել եւ նորից լավ պահեր են ստեղծում, բայց արդեն երբ որ դուրս եկավ Յամալը, Լամին Յամալը, ով ստացել էր без комментариев տրավմա, Յամալը առաջին կասանյով դրիբլինգ անում, ժամանալի է որ չհակավ պաշտպանին, դրիբլինգ արեց ու լավ պադաչարեց ու գոլ խփեցին, Լոբերտ Լևանդովսկին, Լոբերտ без комментариев, ես չեմ լեզում ոնց չուզենա խոսա, Ռոբերտ Լևանդովսկին գոլ ախտում ու հաշիվը դառնում է 2-1։ Սենց ասեմ, դրանից հետո չմտածեք ես Յամալի ինչ-որ բան եմ ասում, զուտ Յամալը որ չտեսա Յամալին, տես լավ պահեր ինքը չստեղծեց, բայց նու կարելի հասկանալ տրավմայից հետո է, կարող մի քիչ կոդրված վիճակում է, ես որ օքեյ է։ Բարսան սկսեց ավելի սենց թեթև պաշտպանողական խաղալ, իսկ Ռեալ Սոսիեդադը սկսեց հարթակվել լավ ու պաշտպանությունը մեկ-մեկ իրենց դավանություններ անում, քիչ մնում կոդրվեին։ Այդպես է ավարտվում է երկրորդ թայմը, ոչ մի ուրիշ բան հետաքրքիր չկատարվեց։ Բարսան հաղթեց 2-1, դուք էլ լայքեր դրեք,
պատվիսկ եղեք, կոմենտներում ինչ-որ հետաքրքիր բաներ գրեք, որ կարդամ, տանը բան չունեմ անելու, դու կոմենտներ կարդամ։ Լավ։ Այսքան կարդենք մեր վիդեոն, չմոռանաք լայքել եւ բաժանել, դե ես գիտեմ, пока-пока, пока-пока։